Ողջույն, շարունակում ենք Cisco Packet Tracer-ի լաբորատոր աշխատանքների շարքը։ Այս դասին կխոսենք CDP-ի մասին, Cisco Discovery Protocol եւ կասենք ինչ անում այն։ Մինչ այդ ես ստեղծել եմ փոքրիկ սխեմա, փոքրիկ լաբորատոր կոնֆիգուրացիաներ եմ նաև արել, հա։ Այս ֆայլը ես կգցեմ մեր դասին, քաշեք այն, կամ կարող եք ինքներդ կառուցել, կվարժվի ձեր ձեռքը, հա, բերեք կոնֆիգուրացիաները նայեմ, սա router 1, router 2, switch 2, switch 1 եւ multi-layer switch։ Այստեղ ես միացրել եմ սրանց ինտերֆեյսները, router-ների կոնֆիգուրացրել եմ IP հասցեները այս ցանցից, հա։ Բերեք հիմա նայենք, օրինակ enable show, հա, running config։ Տեսնում եք, որ fast Ethernet 00, որը նայում է այս ուղղությամբ կոնֆիգուրացված այս IP-ի տակ, fast Ethernet 01, որը նայում է այս local area-ի կողմը, fast Ethernet 01-ը կոնֆիգուրացված է այս ցանցից։ Hostname-ների անուններն եմ փոխել եւ միացրել եմ router-ների ինտերֆեյսները, քանի որ նրանք ուրեմն պետք է by default-ով անջատված են։ Switch-ների վրա ոչ մի բան չեմ արել, multi-layer switch-ի վրա որոշակի կոնֆիգուրացիա արել, enable տանք, show running config։ Միացրել եմ IP routing-ը, քանի որ սա multi-layer switch-ը պետք է նրա վրա միացնել IP routing-ը, fast Ethernet 00-ի վրա ոչ մի բան չեմ արել, layer 2 ինտերֆեյսը, fast Ethernet 02-ի վրա անջատել եմ no switch port-ը հրամանը, որը թույլ է տալի այն սարքել routed ինտերֆեյս, այսինքն թույլ է տալի նրան կցել IP հասցը, որպեսզի նա գործի layer, ուրեմն այս ցանցից եմ IP տվել այս ինտերֆեյսին, ինչպես նաև router 1-ի վրա, բերեք նայենք կոնֆիգուրացիան, enable show running config, ահա, fast Ethernet 00-ին այս ինտերֆեյսին տվել եմ այս IP հասցեն, fast Ethernet 01-ին տվել եմ այս IP հասցեն։ Դուք կարող եք ցանկացած ուրեմն ցանցից IP հասցեներ տալ։ Հիմա, քանի որ սա Cisco-ների սարքերով հավաքած ցանց է, մենք չգիտենք, այսինքն մենք ունենք доступ 1 սարքին եւ ուզում ենք ուսումնասիրել, թե ինչ ունենք մեր ցանցում, հավաքում ենք show CDP neighbors։ Այն ցույց է տալի մեր switch-ին կպած անմիջապես հարևանները, հա, կա switch, որը local fast, սա մեր local interface-ն է, այսինքն fast Ethernet 02, կա մեկ switch, որի device ID-ն switch-ը, բերեք գանք այստեղ, տակ, գանք CLI, enable, conf-t եւ hostname-ը դնենք hostname Yerevan, հա, Yerevan SV։ Enter ենք տալի եւ այսպես։ Հիմա գանք նորից այստեղ, տանք show CDP neighbors, տեսնում ենք դեռ մեր ինտերֆեյսը չի թարմացել, ինչու, քանի որ կա hold time, ուրեմն hold time-ը հենց բրծնի CDP փակետները, այսինքն CDP ինֆորմացիա նորից կսկսի փոխանակվել եւ այստեղ անվան փոփոխություն կլինի։ Սա fast Ethernet 02-ի վրա է, սա local interface-ն է, capability-ին նշանակում է ուրեմն այստեղ տեսեք switch, կա router, կա transbridge, կա source root bridge, repeater, phone եւ այլն։ Capability switch-ը, այս սարքը մեր switch-ը։ Նրա պլատֆորման այս պլատֆորման է, որպեսզի համոզվենք, կարող ենք հավաքել show version։ Եվ տեսնում ենք, ահա, պլատֆորման, հա, այստեղ նկարագրությունը կա։ Եվ այն ինտերֆեյսը, որով կպած է այդ սարքը մեզ fast Ethernet 01-ն է։ Router-ը, router 2-ը, local interface-ը fast Ethernet 01-ն է։ Hold time-ը կթարմանա այսքան ժամանակ հետո, capability-ն սա router-ը, նրա պլատֆորման սա է, նրա port-ը, որով կպած է մեր սարքին սա է։ Բերեք այսպես անենք եւ տեսնում ենք, որ switch 2-ը հա ավելացավ, սա որոշակի ժամանակ հետո հա կջնջվի։ Ուրեմն CDP-ն թույլ է տալի ձեր հարևաններին գտնել, տեսնել, թե ինչ ֆունկցիաներ նրանք ունեն, որ port-երին են կպած, ինչպես նաև IP հասցեները, որը մենք շուտով կտեսնենք։ Բերեք այստեղ նույնպես հավաքենք show CDP neighbors, տակ, տեսնում ենք, որ մի եկած switch-ը կպած, սա multi-layer switch-ը նրա capability-ին չկա, երբ որ հավաքում ենք show CDP neighbors, նրա port-ը fast Ethernet 01-ով է կպած։ Բերեք router-ի վրա հավաքենք show CDP neighbors եւ տեսնում ենք, որ նրան կպած է մեկ հատ router, սա մեր local interface-ը, սա դիմացի սարքի ինտերֆեյսն է, սա դիմացի սարքի պլատֆորման է, այն router-ը, հա, եւ սա hold time-ն է։ Բերեք գանք այստեղ, տակ, հավաքում ենք show CDP neighbors, տեսնենք ինչ կա այլ details։ Սա ավելի, ասենց ասած, ավելի լայն ինֆորմացիա է ցույց տալի, ավելի շատ ինֆորմացիա։ Ուրեմն show CDP բան գանքը, ահա, device ID router 2։
Entry IP հասցե, սա այն IP հասցեն է, որը կոնֆիգուրացված է այս ինտերֆեյսով, այսինքն դուք կարող եք տեսնել նաև IP հասցե։ Պլատֆորմը Cisco 1841, capabilities այնինչը router-ը, interface-ը, որով այն մեզ կպած, այսինքն մենք ենք կպած fast Ethernet 01-ն է, port ID-ն, որը դիմացինը ունի, դա fast Ethernet 01-ն է։ Hold time-ը սա է։ Version-ը տված է թե ինչ վերսիայի է այն եւ այլ ինֆորմացիա։ Ու այլ ինֆորմացիա, դիք ինֆորմացիա է տված։ Որպեսզի անջատենք, CDP-ին գալիս ենք, անում ենք no CDP так run։ Սա անջատում ենք։ Միացնել դե համապատասխանաբար CDP run, ինչպես նաև CDP-ին կարող ենք կոնֆիգուրացնել ինտերֆեյսի վրա CDP, հա, CDP enable, այսինքն սա թույլ է տալիս, քանի որ CDP-ն համ ստանում է, համ ուղարկում է, սա ուրեմն CDP enable։ Եթե հավաքում ենք no CDP, ուրեմն enable, այն անջատում է ուղարկելու բանը, չի ուղարկում, այսինքն CDP-ին, կներեք, CDP-ին անջատվում է այս ինտերֆեյսի վրա։ Եթե ուզում եք CDP-ին միացնեք, CDP enable ենք տալիս ենք end։ Երևի թե այսքան այս դասի համար CDP-ին դա Cisco Discovery Protocol-ն է, որը թույլ է տալիս մեր հարևան Cisco սարքերի մասին ինֆորմացիա քաղել, իմանալ մեր ցանցի տոպոլոգիան ուսումնասիրել, սակայն դուք կարող եք global այն անջատել, դուք կարող եք այն անջատել port-ի վրա, այն տրամադրում է նաև ինֆորմացիա մեր սարքի IP մասին, տեսնենք էլ ինչ կա, show CDP, ահա նույնպես կարող եք սենց անել interface fast Ethernet 01, հա, տեսնում եք որ CDP փակետները ուրեմն ամեն 60 վայրկյանը մեկ ուղարկվում են, hold time-ը 180 վայրկյան, այսինքն եթե 3 անգամ այս փակետը գնաց կամ ոչ մեկ չստացավ այս ժամանակի ընթացքում CDP փակետ, նշանակում է դիմացի սարքը չկա, հա, ինչ որ խնդիր կա։ Տեսնենք էլ ինչ կա, show CDP neighbors-ը կա, entry-ին տեսնենք ինչ կա, entry եւ սենց ենք անում բոլորը եւ մենք կարող ենք նաեւ սենց անել, հա, բերեք սա copy անենք, show CDP entry ու router 2։ Տեսնում եք, որ այն ֆիլտրեց մեր router 2-ը իրականում ոնց որ լիքը սարքեր հնարավոր է կպած լինեն ձեր switch-ին։ Այստեղ մի քանիսն է, դրա համար ամենից շատ հեշտ է։ Ես այս ֆայլը կգցեմ ուրեմն մեր դասին, դուք այն քաշեք կամ կառուցեք ինքներդ եւ ուսումնասիրեք CDP-ին։ Շնորհակալություն։